որպես պատգամ, որպես տարեվերջյան, այսօր եմ ընտրել, կարելի ասել հաշվետվական, բայց ոչ թե ես իմ հաշվետվություն անեմ, չէ հաշվետվությունը եկող Կիրակի կլինի։ Հիմա ես մի ուրիշ հաշվետվական բան եմ ուզում ներկայացնեմ։ Այսինքն ուզում առաջարկեմ մի հաշվետվություն բոլորս ամեն մեկս մեր կյանքի համար անենք։ Գարիկի խոսքը կարելի ասել հենց հող պատրաստեց, իմ խոսքը տրամաբանական շարունակությունն է։ Մենք ոչ թե այն մարդիկ ենք, որ ասենք ինչ կլինի, դա Աստծուն չճանաչող մարդիկ, հոսանքին հանձնված այդմ են, ինչ կլինի։ Եվ Աստծո խոսքը ասում է ինչ կլինի, լավ բան չի ասում, այդ հոսանքին հանձնված մարդու համար ոչ մի լավ բան չի ասում, այլ Հիսուսը բոլոր խոստումները տվեց հաղթողներին, ոչ թե հոսանքի ընթացքում, այլ ովքեր հոսանքին հակառակ, ովքեր կհաղթեն, բայց հիմա իմ խոսքը հաղթության մասին չի։ Մեր և այն մարդիկ, ովքեր Աստծուն չեն ճանաչում, մեր տարբերությունը, մի քանի տարբերություններ կան, մի տարբերության մասին եմ ուզում խոսել։ Մենք այն մարդիկ ենք, որ ընտրել ենք սրբության ճանապարհը, ով կասի ամեն։ Կրկնում եմ, մենք այն մարդիկ ենք, որ ընտրել ենք սրբության ճանապարհը։ Մենք չենք հաշտվում այն կյանքի հետ, որը մեր նախապապ Ադամից Եվայից եկավ մեզ։ Մենք ուզում ենք Քրիստոսի կյանք ապրենք։ Մենք ուզում ենք սուրբ կյանք ապրենք։ Մենք հավատում ենք Աստծո խոսքին, հավատում ենք, որ մահվանից են կողմ կյանք կա, հավատում ենք դրախտի և դժոխքի գոյությանը, հավատում ենք հավիտենական կյանքին, դրա համար ուզում ենք սուրբ ապրենք և արժանանանք Աստծո հետ ապրելուն։ Մենք այդ մարդիկ ենք, հավատում ենք, ընտրել ենք այս ճանապարհը։ Հիմա եթե ընտրել ենք, ուրեմն մեր առաջի մտածելը, առաջի հոգալը պետք է լինի, արդյոք սուրբ եմ ապրում, թե չէ։ Արդյոք ես կարժանանամ դրան, թե չէ։ Գիտեմ, որ մի օր կանգնելու եմ Հիսուսի առջև։ Ես Հիսուսից ինչ պատասխան կստանամ։ Կմերժվեմ, թե կընդունվեմ։ Կարծում բոլորս այս բանը մտածում։ Եթե մեկը չի մտածում, ուրեմն դեռ ինքը գործ չունի Աստծո հետ։ Ով որ Աստծո հետ գործ ունի, սա պետք է մտածի։ Ես Աստծո երեսին կարժանանամ, թե չէ։ Աստծո խոստումներին, որ ստե գրած է, կարժանանամ, թե չէ։ Իսկ դրա համար պետք է հոգանք։ Առանց հոգալու, առանց դրա մասին մտածելու, առանց ինչ-որ մի բան անելու, ինքն իրան չի լինի։ Գարիկի ասաց, ինչ կլինի։ Այդ ինչ կլինի և չի լինի։ Եթե մի բան չսարքես, իրան չի սարքվի։ Եթե ճաշը չեպես, իրան չի էպվի։ Եթե տունը չսարքես, ինքն իրան չի սարքվի։ Եվ այլն։ Հիմա որ ասում հաշվետվական խոսքը, այսինքն, եթե մի բանի համար հոգում ենք, եթե մի գործ ենք ձեռնարկել, բնականորեն ճիշտն է, որ մենք մտածենք, իմ գործը առաջ էտմա, թե չէ։ Մի բան արվում է, թե չէ։ Եթե տուն ես սկսել սարքել, պատճառացրա քարը ավազը բերել լցրել ես, բայց անցնում են տարիներ, հələ քար չի դրվում։ Ոչ մի նշանակություն չունի։ Բայց ամեն տարի գոնե մի քանի քար որ դրվի, մի քանի տարվա մեջ մի բան կլինի։ Ուրեմն պիտի սկսեմ, միտեղ բացել եմ կարդալու, մյուս տեղերը հենց կհիշեցնեմ։ Երկրորդ Կորինթացիների 13:5-ը իմ համար շատ այն հատկանշական, շատ կարևոր համար է։ Երկրորդ Կորինթացիների 13:5-ը։ Ասում է, փորձեք ձեր անձերը, քննեք, թե արդյոք հավատքի մեջ եք։ Նաև գրած է, չէ, որ գիտեք, որ Քրիստոսը ձեր մեջ է, բայց հանկարծ խոտելի չլնեք կամ անպիտան չլնեք։ Փառք Աստծո, որ Քրիստոսը մեր մեջ է, որ Քրիստոսը մեզ օգնի, մնանք հավատքի մեջ։ Բայց միշտ ասում է, քննեք, թե քանի օրը մեկ, քանի ժամը մեկ, քանի ամիսը մեկ, բայց պետք է հաճախակի քննել։ Դե գոնե այս տրամաբանությամբ, եթե արդեն մի տարի կամ տարեթիվը փոխվում է, հասել ենք 25 թվի վերջին, մտնելու ենք 26 թիվ, իմիջիալուց ասեմ, մեզանից շատերս, եթե սրանց մի 20 տարի առաջ մեզ հարցնեին, կհասնես 2026 թվին, բոլորս կասկածանքով կասեինք ինչ իմանամ։ Դժվար թե, երանի թե հասնենք բան, բայց փառք Աստծուն այսօր հասանք։ Ոմանք չհասան։
Բայց ովքեր ստեղ նստած են հասան։ Ես նույն ձևով էլի մանգզիլ կա, հա, բայց եկեք իմանանք, որ քիչ է մնացել ժամանակը։ Օրինակ ոչ մեկս չենք ասի 2050 թիվ, որտեղ հավատում ենք, որ Հիսուսի գալուստը պիտի լինի մինչև այդ։ Ես հավատում եմ։ Լավ, ինչևից էսի ուրիշ բան է։ Հիմա եթե ոչ շատ հաճախակի գոնե տարին մեկ պետք է մենք քննենք, ըստ երկրորդ Կորինթացիների 13-ին, տարին մեկ գոնե քննենք, արդյոք ինչ վիճակում են։ Հիմա քանի որ մենք ընտրել ենք սրբության ճանապարհը, արժի քննել, այդ իմ սրբության ճանապարհի մեջ, ես օրես որտեղ եմ։ Եվ հիմա քննության համար մի տեղ էլ ասեմ։ Եբրայեցիների թղթի 5-րդ գլխի 12 համարը։ Ամբողջ համարը ես չեմ ուզում ներկայացնեմ, ես համարից 3 բառ եմ ուզում վերցնեմ։ Որովհետև թեպետ պետք էր, որ ժամանակին նայելով դուք սովորեցնող լինեիք, բայց դուք նորից պետք է սովորեք, թե որոնք են Աստծո պատգամների առաջի սկզբունքները, դուք կաթի կարոտ եղաք եւ ոչ թե հաստատուն կերակուրի։ Ժամանակին նայելով, մեկ էլ բայց։ Ես 3 բառ ուզում եմ մի քանի անգամ շեշտեմ բանեմ, ասում ժամանակին նայելով, դե բոլորս հասկանում ենք, եթե մի ճանապարհ ես ընտրել, ժամանակի ընթացքում դու պետք է ինչ-որ տեղ հասնես։ Եթե մինչև վերջը չհասնես, բայց գոնե պետք է առաջանաս։ Եթե մի գործ ես ձեռնարկել, ժամանակի ընթացքում պետք է այդ գործը կամ վերջացնես կամ հասնես վերջին մոտ։ Եթե չգիտեմ ինչ ցանկացած բան մենք ժամանակի մեջ ենք, ժամանակի մեջ պետք է ինչ-որ բանի հասնի։ Որ ասում է, բայց նշանակում է չենք հասել։ Նշանակում է կիսատա։ Այսինքն ժամանակին նայելով դու պիտի լինեիր մի տեղում, բայց դեռ այդ տեղում չես։ Ժամանակին նայելով դու մի աստիճան պիտի հասած լինեիր, բայց դեռ չես հասել։ Ժամանակին նայելով դու այսօր պիտի ինչ-որ մի բան երևույթի մեջ կամ մի աստվածային գործի մեջ լինեիր, բայց դեռ չես։ Եվ այլն, ժամանակին նայելով, եթե ամեն բան տեղում է, փառք Աստծուն։ Բայց, եթե բայց կա, նշանակում է չենք հասել։ Եվ հիմա մի ուրիշ տեսանկյունից ասեմ։ Մեկը ես իմ համար կասեմ եւ կարծում եմ բոլորդ էլ համաձայն եք, որ մենք դեռ կատարյալ չենք։ Ոչ մեկս կատարյալ չենք։ Սրանց Եփեսացիների 4 գլխում գրված է, որ Աստված եկեղեցուն ծառայողներ տվեց, որպեսզի ներ հետ աշխատեն, մենք գնանք կատարյալին եւ վերջնական մեր կատարյալությունը որն է Քրիստոսի լրիվ հասակի չափին հասնենք։ Եվ եթե Աստված ասում է, որ դրա համար ես հոգացել եմ, որ դու հասնես Քրիստոսի լրիվ հասակի չափին, նշանակում է հնարավոր է։ Եթե հնարավոր չլիներ, այս բառերը գրված չէր լինի։ Նշանակում է հնարավոր է, որ մենք հասնենք Քրիստոսի լրիվ հասակի չափին, այսինքն կատարյալին հասնենք, բայց դեռ կատարյալ չենք։ Դե որ դեռ կատարյալ չենք, պարզ տրամաբանությամբ, սենց եմ մտածում։ Կատարյալ նշանակում ենք, ասենք 100%, դե կատարյալ ասած ոչ թե ֆիզիկապես, մարմնապես, այլ սրբության առումով։ Ես կատարյալ սուրբ չեմ։ Եթե կատարյալ չեմ, ասենք թե 90% է իմ սրբությունը։ Նշանակում է մի 10% իմ մեջ բաներ կան, որոնք սուրբ չեն։ Ճիշտ տրամաբանությունը, եթե իմ սրբությունը 90% հաշվեմ, դե որ կատարյալ չեմ, ուրեմն 100%-ից ցած է, 90-ն եմ վերցնում։ Ուրեմն նշանակում է 10% անսուրբ բաներ դեռ կան իմ մեջ։ Եթե 80% լինի իմ սրբությունը, նշանակում է 20% անսուրբ բաներ կան։ Եվ այսպես, ոչ մեկինս նույնը կարող է չլինի, բոլորինս տարբեր է, չափը մենակ Աստված գիտի, մեկ էլ ամեն մարդ իրանը մոտավորապես կարող է իմանալ։ Բայց, ասում, եթե կատարյալ չեմ, նշանակում ինչ որ չափ անսրբություն դեռ կա իմ կյանքի մեջ։ Եվ սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դեռ պատրաստ չենք, որտեղ Աստծո առջև անսրբությունը չի կարող կանգնել։
մի տեղ էլ պետք է կարդամ, բայց մինչև կարդալը մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, չնայած մինչև օրինակն էլ ես ասեմ։ Ես հավատում եմ, որ Աստված անտարբեր չի մեր վիճակի համար։ Աստված հոգացող է։ Աստված մեզ չի կանչել, որ ճամփի կեսին թողի։ Ես հավատում Աստված մեզ կանչել է, որ մինչև վերջ հասցնի, դա գրված է Ֆիլիպպեցիների թղթում։ Այն բարի գործը, որ Աստված մեր մեջ սկսեց, մինչև վերջ պիտի հասցնի։ Հիմա, եթե մենք չհոժարվենք, Աստված զորով կհասցնի, ցավացնելով կհասցնի։ Բայց որ հոժարվենք, Աստված տեղը տեղին ժամանակին կհասցնի։ Հիմա ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ Սուրբ գրային։ Օրինակը հետևյալն է։ Ելից թվոց, Ղևտացոց թվոց, երկրորդ օրինաց եւ Հեսու գրքերը այդքանի բովանդակություն մեզ մի բան են ցույց տալի։ Աստված իր ժողովրդին, Իսրայելի ժողովրդին, որ ընտրել էր, Եգիպտոսի երկրից դուրս բերեց, որ հասցնի խոստացված երկիրը։ Հրաշքներով, նշաններով, այսինքն այդ ընթացքում շատ բաներով Աստված ցույց տվեց իր ներկայությունը, իր զորությունը, իր հոգացությունը եւ այլն։ Այս բոլոր ժողովուրդը տեսնում էին, գոնե ցերեկը ամպիսյունը, գիշերը կրակիսյունը տեսնում էին, այսինքն տեսնում էին Աստված իրանց հետ է եւ Աստված իրանց տանում է այդ տեղը։ Եվ բերեց, հասցրեց խոստացված երկրի եզրը։ Բերեց, հասցրեց, մի քանի հոգի գնացին հետախուզելու այդ տեղանքը, որ հետո կան ժողովրդին կարողան առաջնորդեն ուր գնան, հետախուզեցին եկան, 40 օր տևեց այդ հետախուզելը, հետախուզեցին եկան, լավ լուր բերեցին, որ լավ երկիր է, խաղողի ողջյուզը, որ մի մարդ չէր կարող վերցնել, եւ այլ լավ երկիր է, բայց, մի հատ բայց, մեջտեղ եկավ, բայց չեք կարող, ընդեղ հսկաներ կան չենք կարող։ Եվ այդ սրանց ասած չեք կարողը տարածեց բոլոր ժողովրդի վրա եւ բոլոր ժողովուրդը անհավատության մեջ բռնվեց, չենք կարող։ Աստված այդքան տեղ իրանց բերել է, այդ վերջի պահի որ մտնեն չեմ կարող։ Եվ Աստված բարկացավ այս անհավատության վրա, բայց Մովսեսը խնդրեց Տեր, Աստված ուզեցավ վերացնել, ասեց մի վերացրա, Աստված ասեց լավ, մի ուրիշ մեթոդ կբանացնեմ։ Եվ ինչ բանացրեց։ Ուրեմն այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը հիմա 3 միլիոներ ինչքան էր, այդքանի մեջ հավատացյալ մնացին 3 հոգի։ Մովսեսը, Հեսուն եւ Քաղեբը։ Մովսեսն էլ մի ուրիշ պատճառով չմտավ երկիր, Քաղեբն ու Հեսուն մտան երկուսը։ Ուրեմն 3 միլիոնի 3 հոգին քանի տոկոսը կլինի։ Մի տոկոս չի կազմում։ 0.0 չգիտեմ քանի 0 նոր։ Այսինքն ավելի շատ անհավատությունն էր, քան թե հավատացյալը։ Ես նոր քիչ առաջ 90% օրինակ բերեցի, չի ասենք իմ մեջ 90% սրբություն կա, 10% անսրբություն։ Սրանց սրբության տոկոսը մի տոկոս էլ չկար։ Բայց Աստված գիտեք ինչ արեց։ Որոշեց այդ 40 օրվա տեղը 40 տարի պտտեցնի, անհավատներին վերացնի, նոր սերունդ ծնվեն, հենց իրանցից, այս նոր սերունդը լինի հավատացյալ։ Եվ տենց էլ արեց։ Մի անգամից չվերացրեց, մի անգամից վերացրել մարդ չեր մնա։ Թեկուզ հենց այդ անհավատներից ծնվածները, բայց տեսեք ինչ տարբերություն կար։ Հեսա մի քիչ որ լավ պատկերացնենք, Աստված կարգին գործ արել։ Ուրեմն այս անհավատների անհավատությունը ինչից էր գալի։ Իրանք ապրել էին Եգիպտոսում, իրաց մտածելակերպը ավելի շատ նման էր Եգիպտոսի մտածելակերպին։ Իրանք Եգիպտոսում միշտ տեսել էին կռապաշտություն, տեսել էին անօրենություններ, տեսել էին ընդամենը, որ իրանց ճնշել էին, ճնշվածություն, աստվածապաշտություն չէին տեսել։ Բայց իրանց զավակները ինչ էին տեսնում։ Ամեն առավոտ տեսնում էին ինչպես է ամպիսյունը իջել խորանի վրա, տեսնում էին ինչպես է խորանից Մովսեսը դուրս գալի, հավաքվում է ժողովրդին և սկսում Աստծո խոսքով բացատրել։ Այս նոր սերունդը, անապատում ծնվող սերունդը, աստվածապաշտ դաստիարակություն ստացավ։ Իրանց մեջ էլ Եգիպտոսի մտածելակերպը չէր։ Իրանց մտածելակերպը ձևավորվեց Մովսեսի քարոզչությունով։
Իրանք Եգիպտոս չէին տեսել, իրանք թեկուզ անապատում աստվածապաշտություն էին տեսել։ Դրա համար իրանք անհավատ չեղան, իրանք հավատացյալ եղան։ Դրա համար նրանք, որ անհավատ էին, վախկոտ էին, հավատացյալները համարձակ էին։ Նրանք ասին չենք կարող, սրանք ասին կարող ենք։ Եվ ինչ եղավ, Աստված 40 տարվա մեջ արտաքինից նույն ժողովուրդն են, կողի ազգերը ասում են, սա Իսրայելի ժողովուրդն է, բայց մի հատ ներքին մաքրագործություն արեց Աստված։ Մի հատ ներքին փոփոխություն արեց։ 40 տարի առաջվա ժողովուրդը բրծան, 40 տարուց հետո ժողովուրդը, սրանք նոր ծնված ժողովուրդն էին, այսինքն նույն ժողովուրդը չէին, նույն ազգն էին, բայց նույն մարդիկ չէին, այն անհավատները չէին, հավատացյալներն էին, փոխվեց, ներքուստ մի հատ մեծ փոփոխություն բերեց Աստված։ Եվ այդ փոփոխությունը չեղավ, անհավատությունից Աստված սարքեց հավատ։ Շնորհիվ այն իրեք որ կան։ Ես հավատում եմ, այս նույն բանը Աստված ուզում է յուրաքանչյուրից ներսում անի։ Յուրաքանչյուրից ներսում Աստված ուզում է անի։ Այն պահից, որ դու հավատացիր, շատ լավ է, որ հավատացիր, բայց դու կատարյալ չէիր, քո մեջ դեռ լիքը աշխարհի նրանց համար չասի, Եգիպտոսի հոտներ նրանց վրա, քո մեջ աշխարհի հոտներ։ Բայց տարիների ընթացքում Աստված ուզում է քո ներսում փոփոխություն անի, աշխարհի հոտը վերացնի, այն սխալ բաները վերացնի եւ այլն, եւ նորը ստեղծի, եւ քեզ դարձի նոր մարդ։ Այսինքն, երբ որ դու մտնելու ես քո խոստացված երկիրը, դու արդեն լրիվ նորացած ես, լրիվ փոխված ես։ Եվ հիմա ուզում եմ մոտավորապես մի քանի հատկություններ ասեմ, որոնց դեմ մենք պիտի պայքարենք եւ որոնցից պիտի ազատվենք։ Սրբությունը գիտենք, նրա սրբության մեջ էլ կա հատկություններ, խոնարհություն, աստվածապաշտություն, աղոթքի կյանք, Աստծո խոսքի դաստիարակություն եւ այլն։ Բայց որ ասի, թեկուզ 90% սրբություն կա, այն 10% անսրբության մի քանի անուններ կարելի է տալ։ Ուրեմն Սուրբ գրքում, մանավանդ Նոր Կտակարանում, մեղքի որոշ բաներ կան, ցուցակներ։ Ես մեկն եմ ընտրել, մտածված, բայց մինչև ընտրածս ուզում ներկայացնեմ։ Գաղատացիների 5-րդ գլխում 19 համարից պետք չի գրել, ես կասեմ։ Գրված է, որ մարմնի գործերն են շնություն, պոռնկություն, այնտեղ բան սպանություններ, կախարդություններ, թշնամություններ, կռապաշտություններ եւ այլն։ Ժողովուրդ, ես հավատում եմ, որ այս ժողովրդի մեջ այդ բաները չկան։ Որտեղ եթե մեկի մեջ շնություն, պոռնկություն լինի, այս մարդու մեջ սրբություն չի լինի։ Եթե մեկի մեջ մարդասպանություն, կռապաշտություն ու կախարդություն լինի, այս մարդու մեջ սրբություն չի լինի։ Ես հավատում եմ, դուք դրանից ազատ եք։ Հավատում եմ, ձեր մեջ էսի չկա։ Բայց մի հատ ուրիշ ցուցակ եմ ուզում կարդամ, այստեղ արդեն այլ է հավատքս։ Ուզում կարդամ 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ առաջի 5 համարները։ Եսի կարած գրեք արդեն։ Իմացիր, թե վերջի օրերը չար ժամանակներ պիտի գան, որովհետև մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացած են։ Նա, կարաչունջես։ 5 համարը, ոնց որ մեջտեղ բերեմ, որոնք աստվածապաշտության կերպարանքը ունեն։ Ես կարծում եմ, այս բառերը մեզ հուշում են, որ սա հավատացյալների մասին է։ Մենք այստեղ հավաքվածներս համարվում ենք աստվածապաշտներ։ Ամեն։ Հիմա, այստեղ ասում աստվածապաշտության կերպարանքը, կերպարանքով աստվածապաշտ ենք։ Բայց եթե կատարյալ չենք, նշանակում է աստվածապաշտության կերպարանքի զուգահեռ, ես այս իմ հոգևոր ծառայության ընթացքում տեսել եմ մարդիկ, բոլոր ամբողջ ցուցակը չեմ կարդա, բայց գոնե մի քանիսը կկարդամ,
Անձնասեր, ես տեսել եմ անձնասեր մարդիկ, հիմա էլ եմ տեսնում։ Արծաթասեր, փողասեր, հիմա էլ եմ տեսնում։ Հպարտ, ծնողներին աննազանդ, անհաշտ, անժուժկալ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր։ Սրան մյուս տեսանկյունով ասում են ծույլ։ Նկատեցիք, բոլորը չկարդացի, բայց այն ինչ որ կարդացի, ես հոգևորների մեջ նման հատկություններ տեսել եմ։ Հիմա պարտադիր չի մի մարդու մեջ այս բոլորը լինի։ Սրանցից մեկն էլ լինի, մենք դրանից ազատվելու կարիք ունենք։ Ամեն, մեկն էլ լինի։ Դե հիմա այսքանը չի, բայց բաներ էլ կան, որ ստե գրած չի, բայց մենք գիտենք այս կյանքից։ Ստե գրած չի հեռախոսից կախվածություն, բայց մենք դա գիտենք։ Եվ այլն եւ այլն։ Հիմա ես հավատում եմ, որ Աստված այս ժամանակը տվել է մեզ, որ մեզ դրանից ազատ, ինչպես 40 տարին տվել է Իսրայելին անհավատներից ազատվելու, տենց էլ չգիտեմ, որից քանի տարի Աստված տվել է այս հատկություններից ազատվելու։ Այսինքն մենք այն մարդիկ չենք, որ ինչ կլի, չէ։ Եթե իմ մեջ մի բան կա, որ խանգարում եմ եւ Աստծո կապին, ես դրա համար պիտի հոգամ։ Ինչպես հոգամ։ Դե այնպես հոգամ, որ դրանից ազատվեմ։ Եվ ամեն մի նոր տարուն գոնե մի հատ քննեմ իմ անձը, ինչքանով եմ ազատվել։ Ժամանակին նայելով ես հիմա պիտի սրբության, ասենք 90%-ի մեջ լինեի, բայց դեռ 40%-ի մեջ եմ։ Անցած տարի 40% է, ես օրինակ եմ ասում, ես թվերը հենց ինձ օրինակ եմ ասում։ Անցած տարի 40% եմ, 40% էի։ Հիմա տարին անցավ։ Ցավոք ոմանց մոտ այդ տոկոս ավելի հետ է ետում։ Բայց գոնե մի ճիշտ մաքրությունը շատանա։ Եթե տարուց տարի մաքրությունը շատանա, հույս ունեմ մի օր կհասնեմ տեղ։ Իսկ եթե չհոգամ, գնալով սրբության մեջ չաճեմ, հետո ինչ ալնելու։ Հաստատ ինձ Աստված 40 տարի, չնայած ինձ 50 տարի արդեն տվել է Աստված։ Լավ քեզ ասեմ, ոչ որ ես վերջի տարին եմ ապաշխարել։ Հաստատ 40 տարի ժամանակ չունես, ժամանակը մոտ է։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մտնում ենք 2026 թիվ, բայց ինչ գիտենք, մինչև ուր ենք հասնելու, ինչ գիտենք, երբ ենք կանգնելու Աստծո առաջ։ Ժողովուրդ, մեղքը երկինք չի մտնի։ Մեղքը Աստծո առջև չի կարող կանգնել։ Եվ եթե որևէ մեկի մեջ դեռ մեղքը կա, եթե չմաքրվի, նա չի կարող Աստծո առջև կանգնել։ Իսկ մաքրվելու համար Աստված բոլոր պայմանները տվել է։ Արդեն ասեց ահագին, աղոթք, բայց ես մեմ խոսքի վրա բերեմ։ Հովհաննես ավետարանի 15 գլխում Հիսուսն ասեց. դուք արդեն մաքուր եք այն խոսքով, որ ձեզ խոսեցի։ Նույն Հովհաննես ավետարանի 17 գլխի մեջ ասում է. սրբին նրանց քո ճշմարտությունը, քո խոսքը ճշմարտություն, այսինքն Աստծո խոսքը մաքրում է մեզ։ Հակոբոս 1:21-ում գրված է. հեզությամբ ընդունեք ձեր մեր սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Այսինքն ինչքան դու լինես Աստծո խոսքի մեջ, այնքան դու կմաքրվես։ Ինչքան դու լսես, կարդաս, լսես եւ այն լինես Աստծո խոսքի մեջ։ Ինչքան դու Աստծո հետ հարաբերվես աղոթքով, այնքան կմաքրվես։ Բայց ինչքան դու ծուլանաս, հեշտասիրության տրվես, տարին մեկ գաս պաշտամունքի, տարին մեկ Աստվածաշունչը բացես, դու չես կարող մաքրվես։ Պետք է այն ինտենսիվ բառը չգիտեմ, ինչքանով է ճիշտ որ ես գործածեմ հիմա, արդեն ասենց մտնել դրա մեջ, մաքրության գործի մեջ։ Մեր անձերը մաքրենք ամեն կերպ պղծությունից։ Մեր անձերը մաքրենք ամեն Աստծուն անհաճելի կամ ամեն սրբությանը անհարիր բաներից մեր անձերը մաքրենք։ Եվ կրկնում եմ, հոգևորի համար է գրված, ովքեր աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց մեկ էլ զորությունը չկա։ Ժամանակին նայելով, ես հավատում եմ, ժամանակին նայելով, այստեղ նստածների շատերը հիմա պետք է մեծ գործեր անեին Աստծո համար։
Եթե չեն անում, ուրեմն այդ բայցը իրաց վերաբերում է։ Ժամանակին նայելով, հետո ասում բայց, իսկ ինչի բայց լինի մեր կյանքում։ Երանի այն ժամանակ, որ Աստված որոշել էր, այդ ժամանակի մեջ մենք հասցնեինք լինել այն, ինչ որ պետք էր։ Հայտնության 2:21-ում գրված է, որ ժամանակ տվեցի ապաշխարելու։ Ընդունում եք, որ սա մեզ էլ է վերաբերում։ Նաև Գործք առաքելոց 17:26-ում գրված է. Աստված ժամանակը տվել իրան փնտրելու եւ գտնելու։ Մեր համար է գրված։ Այսինքն մենք ժամանակի մեջ ենք, կորցրեցինք ժամանակ, հետո չենք կարող նորից գտնել։ Այն ինչ որ ես այսօր կարող եմ, մի տարի հետո չեմ կարող։ Այն ինչ որ իմ 20 տարեկանում կարող էի, հիմա չեմ կարողանում։ Այսինքն այդ ժամանակի մեջ ինչ էր պետք անելու։ Հենց հիմա պետք է անեմ, եթե հիմա չանեմ, հետո չեմ կարող։ Ես իմ անձի համար եմ ասում, հավատում եմ, որ ճիշտ է բոլորիս համար։ Այն ինչ որ դու այս ժամանակի մեջ պետք է անեիր, եթե հիմա բաց թողես, հետո կուզես անել էլ չես կարող։ Եվ վերջապես ուզում հետևյալն ասեմ, ես հաշվետվության հետ կապված։ Ես կարծում եմ, սա կարծում եմ արդեն, բառացի գրած չի, բայց էությունից հասկանում եմ։ Այդ 40 տարվա մեջ, որ Աստված Իսրայելին պտտցնում էր եւ անհավատներին հերթով վերացնում էր եւ նորերը ծնում էր։ Ես կարծում եմ ամեն տարի, որ տարին վերջանում էր, Աստված մի հատ հաշվետվական բան էր մտածում։ Քանի անհավատ գնաց, քանի հավատացյալ ծնվեց։ Կհասցնեմ 40 տարվա մեջ, թե չեմ հասցնի։ Այս տարի լավ ինչքան վերացնեմ, որ հասցնեմ 40 տարվա մեջ լրիվ նորոգեմ ես ազգին։ Ես հավատում յուրաքանչյուրիս համար Աստված նման բան մտածում է։ Այս մարդու նորոգումը, այս մարդու սրբությունը կհասցնեմ, թե չեմ հասցնի։ Մինչև Հիսուսի գալուստը կամ մինչև իր այս երկրային կյանքի վերջը կհասցնեմ այս մարդուն լրիվ սուրբ դարձնել։ Տեսեք իսատ պրատ կմնա։ Ինչ առաջ ասի։ Ֆիլիպեցիս 1:6-ն է, չէ՞ որ այն բարի գործը, որ Աստված սկսեց, մինչև վերջ դե հասցնի։ Ինչ բարի գործ սկսեց։ Աստված քեզ սրբացնելու գործը սկսեց։ Ամեն։ Աստված սկսել է քեզ սրբացնելու, որովհետև քեզ կանչել է, որ դու հավիտյան իր հետ ապրես։ Բայց մեղքով չես կարող։ Հիմա քեզ սրբացնելու գործն է սկսել։ Երկրի վրա ապրում ես զուտ դրա համար, որ սրբանաս։ Զուտ որ մաքրվես, արժանի լինես նրա հետ ապրելու։ Հիմա սկսել է այդ գործը։ Ամեն տարի պետք է դեպի սրբություն ինչ որ չափ աճես։ Այդ ինչ որ չափը մենք կարող է չափերը չիմանանք, բայց Աստված գիտի, որ ինչքան աճես, որ տարին ինչքան աճես, որ մինչև քո այս երկրից գնալու օրը դու արդեն մաքուր լինես։ Ուզում եմ ասեի, խոսքը մեր թաքուն ասեմ, ոմանք իրաց մահվանից առաջ չարչարվում են հենց սրա համար։ Աստված գոնե չարչարանքով նրանց ուզում է հասցնի սրբության։ Գոնե մահվանից առաջ չարչարանքով, այսինքն չարչարանքը ո՞րն է։ Մի քանի լաքա մնացել է պրտելով սենց։ Գիտեմ ինչ գործածելով, այդ մի քանի լաքան ուզում է մաքրել այդ մարդու կյանքից, որ մաքուր տանի։ Բայց ինչի չարչարվենք նոր ժողովուրդ։ Ճիշտ եմ ասում, ինչի չարչարվենք նոր։ Եթե հոժարությամբ բռնենք սրբության ճանապարհը։ Հիմա եկող Կիրակի մենք ստեղ ցույց կտանք ինչ հաջողություններ ենք ունեցել, ինչ լավ բաներ ենք արել։ Ամեն մեկը իրանց ընտանիքով կարող են նստել, ասենք խոսալ, սեղանի շուրջը խոսալ։ Այս տարի ինչ լավ բաներ են եղել մեր ընտանիքում, ինչ հաջողություններ են ասել, կամ ինչ փորձանքներ են եկել, չգիտեմ։ Բայց ես կառաջարկեմ ավելի շատ մտածեք, ինչքանով եք առաջացել սրբության մեջ։ Ինչքանով է ձեր ընտանիքում աստվածապաշտությունը ավելի բարձրացել։ Ինչքանով եք արդեն քիչ բարկանում միմյանց վրա։ Ինչքանով եք քիչ կռվում իրար հետ, ինչքանով եք քիչ գոռում իրար վրա։ Ինչքանով եք այս սխալները թողում ձեր կյանքից։ Ես նոր ապաշխարողների, շատ նոր ապաշխարողներ եմ տեսել։
նոր ապաշխարող եմ տեսել, որ հենց լսել Աստծո խոսքը ընդունել է, առաջի աղոթքին ծխախոտը պաշկոբան ճմրեցել է վերջ։ Նոր ապաշխարող եմ տեսել 40 տարի հələ ծխախոտը բերանին է։ Ինչ եք կարծում, Աստված ինչպես կգնահատի։ Նոր ապաշխարող եմ տեսել, որ հենց ապաշխարում է էլ բամփասանքը, հայոյանքը, սուտը միանգամից բերնից վերանում է։ Ապաշխարող եմ տեսել, հետը տանում է։ Թերուտի տանի։ Սիրելի Աստծո կանչած ժողովուրդ, մեր բաժինը սրբությունն է։ Աստված մեզ կանչել է սուրբ կյանքի։ Ինչքան ուզում քո երկրային կյանքը ինչ բաներով են ձորերով, սարերով անցնի, միևնույնն է։ Քեզ օգնողը Աստված է եւ դու Աստծո առաջ ես կանգնելու։ Առանց սրբության մեկը չի տեսնի նրան։ Առանց սրբության ոչ ոք չի տեսնի Աստծուն։ Եթե ուզում ես Աստծուն տեսնես, ձգտիր սուրբ կյանք ապրելու։ Եվ քո հաշվետվությունը ես լինի։ Այս տարիները, որ անցնում են, ես մոտենում եմ սրբության այդ բարձր մակարդակին, թե մնում եմ նույնը եւ թե որոշ բաներ ավելի հետ են։ Հաշվետվություն ես առաջարկում եմ ասենց մի հատ անես։ Մնացած բոլոր հաշվետվությունները դու գիտես, սա ես առաջարկում եմ։ Դու մտածես քո սրբության չափը գնալով ավելանում է թե չէ։ Այո, կատարյալ չես։ Լավ չի, որ կատարյալ չենք։ Ճիշտ կլինի հասնենք այդ կատարյալության, որովհետև եթե Աստված ասում է Քրիստոսի չափը ունենալու, ճիշտ կլինի հասնենք դրան։ Այո, ժամանակին նայելով, գոնե հիմա ասենք ծառայողներ կան։ Իսկ շատերն էլ գոնե ժամանակին նայելով դու այս ծառայողների նման պիտի ծառայողներ, բայց այսօր դեռ չես։ Այսօր Քրիստոսի նման չես, Քրիստոս որ անցնում էր, Աստծո պատկերը նրա մեջ երևում էր։ Ինչքանով են Աստծո պատկերը տեսնում քո մեջ։ Ես իմ բաներն եմ ուշադրություն դարձրել։ Մարդ կա, որ ապաշխարել է, իրանից հետո հերթով իր ընտանիքի անդամները սկսել են ապաշխարել։ Հերթով իր ազգակիցները սկսել են ապաշխարել։ Ինչի համար, որտեղ այս մարդը իսկապես ապաշխարել է։ Իսկապես իր կյանքի մեջ փոփոխություն է եղել է։ Իր հետ ապրողները տեսնում են փոփոխությունը, իսկ դա ազդում է ժողովուրդ։ Իսկ մարդ կա ապաշխարում է, իր ընտանիքի անդամները էլ չեն ուզում Աստծո խոսք լսել։ Էլի իրանից է կախված։ Ես նման մարդկանց եմ տեսել։ Ասում ապաշխարում իր նման լինեմ։ Սենց ավելի լավ է։ Ժողովուրդ, մենք կանչված ենք սրբության։ Եվ քո ապաշխարությունը, քո այս սրբության կյանքը գնալով պետք է գա կատարյալին։ Կա այդ կատարյալը։ Եվ Աստված օգնում է, եկեղեցին օգնում է, այս քարոզները օգնում են, Աստծո խոսքը օգնում է։ Բայց դու պետք է ջանք անես, դու պետք է ավելի հեշտասեր, քան թե Աստված ասել, այսօրից ապաշխարես։ Հեշտասիրություն թողես, արդեն քո ամբողջ կյանքը լցնես Աստծո ներկայությունով, պաշտամունքի կգաս, ծոմ կպահես, ամբողջ օրը կկարդաս, կաղոթես, այցելություններ կանես, չգիտեմ ինչ կանես, բայց հոգա քո սրբության համար։ Սա այսօրվա իմ պատգամն էր, որպես հաշվետվություն առաջարկում ես հաշվետվություն։ Հիմա ես առաջարկելու եմ աղոթք անենք, այս աղոթքի նյութը հետևյալն եմ ասում։ Ուրեմն կառաջարկեմ դու քո ներսի, քո կյանքի այն բաները, որ դու գիտես, որոնք Աստծո սրբությանը հարիր չեն, հարիր բառը հասկանում եք։ Աստծո սրբությանը չեն համընկնում։ Գիտես, որ դա խանգարող է։ Գիտես, որ օրինակ ստե կարդացինք, անձնասեր, արծաթասեր, հպարտ։ Հիմա չգիտեմ ում մեջ ինչ քանի տոկոսով է, բայց եթե քո սրբությունը 100% չի, ուրեմն ինչ որ հպարտության տոկոս կա, ինչ որ փողասիրության տոկոս կա, ինչ որ անձնասիրության տոկոս կա։ Մանավանդ այս անձնասիրությունը իր հետևանքները ունի։ Այսինքն անձնասեր մարդը անընդհատ նեղանում է։ Տեսել եք դες մարդ։ Ինչ անում եք նեղանում է, միշտ նեղացած է։ Ժողովուրդ, եկեք թողենք այս բաները։ Քո աղոթքի մեջ հիմա բեր, Տեր Աստված, այս բաները դնում եմ քո զոհասեղանին։ Դու ինձ տար սրբության։ Ես ուզում եմ քո սրբությունը ամբողջությամբ հագնեմ։ Ամբողջությամբ Քրիստոսի նման լինեմ։ Պատրաստ եմ թողելու ամեն բան,
Պողոսն ասեց նույնիսկ այն, որ իմ համար շահ էր, դրանք էլ թողեցի։ Կարող ես փողասերությունը քեզ օգնելը ահագին փող ես կուտակել։ Բայց այդ փողերը հետո քո հոգու դեմ են գործելու։ Քո համար ավելի թանկ է Քրիստոսը։ Պողոսն ասեց ինչ որ շահ էր, դրանք էլ թողեցի, որ Քրիստոսին ունենամ։ Մեր կարիքը այսօր Քրիստոսն է։ Բայց ամենակարևորը նորից ասեմ, ժամանակին նայելով, ասում ձեր ժամանակը հավիտյան չի, 40 տարի չի, արդեն շատ քիչ է ժամանակը, շատ կարճ է ժամանակը։ Դե կանգնենք ոտքի։ Ես բարձրախոսով չեմ ուզենա մեղքերի ցուցակ ասեմ։ Ամեն մեկդ դուք Աստծուն ասեք այն, ինչից ուզում եք ազատվեք։ Եվ ձեր բառերով, ձեր հոժարությունով դրեք Քրիստոսի զոհասեղանին։